Ով Տեր լսիր արդար բողոքս, լսիր իմ աղաղակը, ականջիր իմ աղոթքիս, որնենք շուրթերից չի գալիս, իմ դատավճիռը դու դուր տես իմ ուղիղ ընթացքը, գիշեր ժամանակ եկար և փորձեցիր սիրտս կրակով, քննեցիր և չարություն չգտար իմ մեջ, ոչ էլ անիրավություն իմ բերանի մեջ, տեսա մարդկանց գործերը, բայց քո խոսքերին հետևելով արյուն թափող մարդկանց ապրելակերպից հեռու մնացի, քայլերս պահիր քո շավիղների մեջ, որպեսզի ընթացքս չշեղվի, ով Տեր լսիր արդար բողոքս, լսիր իմ աղաղակը, ականջիր աղոթքիս, որնենք շուրթերից չի գալիս, ես քեզ եմ կանչում, որովհետև գիտեմ, որ պատասխան կտաս, ով Աստված, ինձ խոնարհեցրու ականջդ, լսիր խոսքերս կանչելի կերպով, ցույց տուր քո սերը, դու որ քո աչքով քեզ ապավինողներին փրկում ես, իրենց հակառակորդներից, աչքի բիբի պես պահիր ինձ, թևերի թովանու տակ պաշտպանիր ինձ, ամբարիշներից, որոնք սպառնում են կյանքիս, իմ մահացու թշնամիներից, որոնք պաշարել են ինձ, իրենց հարստությանը վստահած և գութը մոռացած, ամբար տավանությամբ են բացում իրենց բերանը, ահա հետապնդում են ինձ և ինձ բաշարած, ակնդ հետևում են գետին տապալելու համար, մի առյուծի պես, որ ուզում է բսկտել, մի կայունի պես, որ դարան մտած սպասում է, ելիր ով Տեր, կտրիր նրանց, ճամփան տապալիր նրանց, քո սերով փրկիր կյանքս, ամբարիշտների ձեռքից, Տեր քո ձեռքով փրկիր ինձ մարդկանցից, աշխարհի մարդկանցից,
որոնց բաժինը միայն այս կյանքն է, քո ամբարած դառնությամբ լցրու նրանց որովայները, որ ոչ միայն նրանց որդիները դրանով կշտանա, այլև նրանց թոռները ևս իրենց բաժին ունենա։ Բայց ես իմ արդարությամբ կտեսնեմ քո երեսը, երբ արթնանամ պիտի կշտանամ քո դեմքից։